Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Կառավարությունը կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ կստեղծի, կխթանի համատեղ արտադրությանն ու ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացմանը։ Գործադիր այսօր համապատասխան որոշում է կայացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի խոսքերով օտարերկրյա կինոարտադրողների հոսքը Հայաստան մեծ չէ նպաստավոր պայմանների բացակայության պատճառով։ Ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են եւ աշխատաշուկան նույնպես եւ կարող են գրավչությունը ապահովել ոլորտի համար, մասնավորապես Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակները եւ ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական, տեխնիկական եւ սպասարկման աշխատանքներն ու ծառայությունները։ Եթե նայում ենք թվերին, կինոարտադրության ոլորտում պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումը 2019-ից 24 թվականների համար կազմել է տարեկան միջինում 309 միլիոն դրամ։ Նույն ժամանակահատվածում կինոարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինում 655 միլիոն դրամ։ Միաժամանակ մենք տեսնում ենք ոլորտում առկա է հետաքրքրություն եւ կան նախնական պայմանավորվածություններ տարբեր միջազգային հարթակների հետ համատեղ կինոարտադրության եւ Հայաստանում ֆիլմեր նկարելու մասով։ Միջազգային փորձ ուսումնասիրելով տեսնում ենք, որ այս ուրեմն արտադրությունը խթանելու համար կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը, որը ընդունված ձևաչափ է բազմաթիվ երկրներում եւ մենք մի շարք երկրներում, ինչպես նաեւ օրինակ մեր տարածաշրջանային երկրներում Վրաստանում փորձ ուսումնասիրելով տեսնում ենք, որ հնարավոր է ապահովել կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը միաժամանակ նպաստելով երկրի տնտեսական աճին։ Օրինակ Վրաստանում այս ծրագիրն իրականացվում է նկարահանիր Վրաստանում ձևաչափի ներքո, նմանատիպ մեխանիզմներ գործում են նաև Չեխիայում, Մալթայում, Խորվաթիայում, այլ երկրներում եւ այդ իմաստով նաև ցուցանիշները ցույց են տալիս, որ բավական արդյունավետ են։ Ինչ ենք առաջարկում։ Առաջարկում ենք, որ այս նախագծով օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանելու պարագայում Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել եւ որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը։ Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկեր վճարող կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից։ Որոշման նախագծով թվարկվում են նաև, թե որոնք են ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները եւ աշխատանքները, եւ այս եղանակով կարող է վերադարձվել ներդրումների մինչեւ 25%-ը։ Պետք է նշել, որ այս մոտեցումը կարող է խթանել թե կինոարտադրության ոլորտում ներդրումները, թե նաև ձևավորել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների որակյալ շուկա։ Միաժամանակ ներդրումների հավելյալ եւս մինչև 10%-ի վերադարձ կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության հանրահռչակման տարրերի առկայության դեպքում։ Կարևոր է ընդգծել, որ խոսքը ոչ թե ուղղակի հայկական մշակույթի կամ արժեքների արտացոլման մասին է, այլ ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության հանրահռչակման, այսինքն Հայաստանին այնպիսի անդրադարձի, որը արժևորում, ներկայացնում եւ տեսանելի է դարձնում մերօրյա Հայաստանի Հանրապետության տարածքը, բնակավայրերը, կենցաղը, մարդկանց արժեքները եւ այլն։ Եվ սա նաեւ զբոսաշրջության խթանման եւ նաեւ երկրի տեսանելիության բարձրացման ուղղված քայլ է։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ բազային 25%-ի վերադարձը մրցունակ է դարձնում Հայաստանի Հանրապետությունը հարևան երկրների շարքում, խրախուսելով արտերկրի կինոարտադրողներին եւ սա ասում ենք նայելով նաեւ ուրեմն հարևանությամբ գործող երկրներում ձևավորված տոկոսները վերադարձի եւ սա դառնում է արդեն մեր առաջարկը մրցունակ միջազգային շուկայում, իսկ հավելյալ 10%-ի հետ վերադարձը ստեղծում է նաեւ հնարավորություններ միջազգային լայն լսարանի առջև մեր հանրապետության հանրահռչակման համար, ասեմ, որ արդեն ունենք կնքված հուշագրեր այնպիսի հարթակների հետ, ինչպիսին է Netflix-ը եւ այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որպեսզի այդ պայմանավորվածությունները անցնեն գործնական հարթություն։
Ադրբեջանը հերթական ապատեգատվություն է տարածել, թե իբր ապրիլի 9 ժամը 23:50-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը չի արձագանքում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում ասված է հաղորդագրության մեջ։ Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ Հայաստանի եւ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները անցկացնելու են համատեղ զորավարժություն։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժությունը անցկացնում է Հայաստանի տարածքում, Իրանի զինված ուժերի ստորաբաժանումը Իրանի։ Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պատրաստ են Հայաստանի հետ վստահության քայլեր սկսել, միաժամանակ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։ Այդ նույն ընթացքում Միացյալ Նահանգների կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը նամակով դիմել է պետքարտուղարին եւ ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին, պահանջելով քայլեր ձեռնարկել գերիների ազատ արձակման եւ Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Հայ-ադրբեջանական հանդիպումներից եւ հերրակա բանակցություններից հետո շաբաթներ առաջ թե Երևանը, թե Բաքուն հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է, բայց Բաքուն նախապայմաններ էլ առաջ քաշեց՝ սահմանադրությունը փոխելու եւ Մինսկի խումբը լուծարելու մասին։ Դրան զուգահեռ օրեր շարունակ Բաքվից չի դադարում ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարը։ Այն, որ այս քայլերով Բաքուն փորձում է ձգձգել փաստաթղթի ստորագրումը, գրեթե կասկած չկա։ Վերջին հրապարակային ելույթներում, սակայն Ադրբեջանի հռետորաբանության մեջ մեկ այլ երանգ է նկատվում։ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է վստահության փոքրիկ քայլեր սկսել Հայաստանի հետ։ Ադրբեջանը պատրաստ է փոքր քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար։ Բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն առաջին քայլերը հնարավոր են։ Մի քանի նման նախաձեռնություններ են առաջարկել վրացի գործընկերները եւ Բաքուն տվել է դրական պատասխան։ Ըստ Ալիևի դրանք կարող են լինել լրագրողական փոխայցեր կամ անդրսահմանային գետերի մասին համատեղ քննարկումներ։ Սրա հետ մեկտեղ Ադրբեջանի նախագահը առիթը բաց չի թողել ու դարձյալ բողոքել է, թե իբր Հայաստանը Ադրբեջանին զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից։ Բաքուն շարունակում է Հայաստանից ճանապարհ պահանջել, որը Ադրբեջանը կապի Նախիջևանին։ Հայաստանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո։ Դեռ ամիսներ առաջ հաղորդակցության ուղիների հետ կապված Հայաստանը առաջարկ էր ուղարկել, որ վարչապետ Փաշինյանի խոսքով կարող էր փոխադարձ ընդունելի լինել, մինչդեռ Ադրբեջանը դրան դեռ չի պատասխանել։ Վերջին օրերին էլ Բաքուն պարբերաբար Երևանից ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ է պահանջում, պնդելով, թե Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունը 25% է կազմում։ Այսօր դրան X-ի միկրոբլոգում պատասխանել է արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած մեր բազմիցս հայտարարություններին, թե ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ չկան։ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Այս իրադարձությունների համատեքստում է Միացյալ Նահանգների կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նամակը, հասցեագրված Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցին։ 25 կոնգրեսականներ պահանջել են Միացյալ Նահանգների իշխանություններից միջոցներ ձեռնարկել Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու եւ Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Ադրբեջանից հնչող հայտարարություններին ու հայկական կողմի հերքումներին անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը Զախարովան, ասել է, թե իրենք հետևում են սահմանային իրավիճակին եւ զսպվածության կոչ է արել երկու կողմերին։ Բաքվին եւ Երևանին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակի հանդարտեցման ուղղությամբ, խուսափել իրավիճակի վատթարացմանը հանգեցնող ցանկացած գործողությունից։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով։ Ռուսաստանն իր կողմից պատրաստ է աջակցել գործընկերներին մնացած հակասությունները հաղթահարելու համար, խաղաղության պայմանագիր կնքելու, տրանսպորտային տնտեսական հաղորդակցություններն ապաշրջափակելու, սահմանազատում իրականացնելու, մարդասիրական հարցերը լուծելու նպատակով, հաշվի առնելով
հաշվելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ համալիր պայմանավորվածությունները։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանը ապրիլի 11-ից 12-ը կմասնակցի Անտալիայի ամենամյա դիվանագիտական ֆորումին, այդ մասին հայտնել է արտգործնախարարությունը։ Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում նշված է նաև հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի անունը։ Իդեպ այդ ֆորումին մասնակցելու են նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը, արտաքին գործերի նախարար Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը։ Այսօր Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում կրկին հանդիպել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիները քննարկելու նպատակով։ Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը Ստամբուլի բանակցություններում ներկայացնելու են արտաքին գործերի նախարարության աշխատակիցները։ Ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 27-ին Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության շենքում։ Բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակությունը ղեկավարել է Վաշինգտոնում Ռուսաստանի նոր դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան կողմի պատվիրակությունը գլխավորել է պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։ Իդեպ երկու օր առաջ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցը օրակարգում բացարձակապես ընդգրկված չէ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը քննարկվել են 2024 թվականի հարկային եկամուտների կատարողական, հարկային վարչարարության առաջնահերթությունները և բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրման ընթացքը։ Կարևորվել է նաև հարկային մարմինների համար ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային տեղեկություններին հասանելիության ապահովման խնդիրը։ 2025 թվականին Հայաստանում հնարավոր է մինչև 5% տնտեսական աճ և 3% գնաճ, իսկ 2026-ին այս ցուցանիշներում ակնկալվում են նվազումներ։ Երեկ հրավիրած ասուլիսում այս կանխատեսումներն է արել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը։ Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը խոսել է նաև խաղաղության խաչմերուկ ծրագրից։ Այս տարի տնտեսական աճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կնվազի 5.9%-ից իջնելով 5.5%-ի։ Չնայած սրան, ըստ կանխատեսումների, միջին ամսական գնաճի ցուցանիշը կբարձրանա, հասնելով 0.3%-ի, որը համապատասխանում է Հայաստանի կենտրոնական բանկի թիրախային նպատակին։ Մենք կարծում ենք, որ աճի հետ կապված առաջին գործոնը դա սպասարկման ոլորտն է և մենք ակնկալում ենք, որ այս ոլորտում կգրանցվի 6% աճ։ Ծառայությունների աճ է կանխատեսվում նաև տեղեկատվական համակարգերի, առևտրի և փոխադրման ոլորտներում։ Ապրիլի 2-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում են փոխադարձ մաքսատուրքեր ներմուծվող ապրանքների վրա, արտաքին առևտրի դեֆիցիտը կրճատելու նպատակով։ Հայաստանի համար սահմանվել է 10% մաքսատուրք, մինչդեռ Եվրամիության ապրանքների համար այն կարող է հասնել 20%-ի։ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերը Միացյալ Նահանգներին կբերեն մինչև $7 տրիլիոն բյուջետային եկամուտ։ Ռուսական ներկայացուցչի խոսքով Միացյալ Նահանգների նախագահի նոր մաքսատուրքերը Հայաստանի վրա կունենան համեմատաբար մեղմ ազդեցություն, որոնք հնարավոր է լինեն թե ուղղակի, թե անուղղակի։ Պատմականորեն Միացյալ Նահանգները չի եղել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ընդհանուր առևտրատնտեսական կապերի հաշվեկշռի մեջ Միացյալ Նահանգների չափաբաժինը մեծ չէ։ Հայաստանի պարագայում մաքսատուրքերի տոկոսադրույքը կազմելու է 10%, ինչը շատ այլ երկրների համեմատ զգալիորեն ցածր է, քանի որ ամերիկյան նոր մաքսատուրքերը ազդում են բավականին շատ գործընկերների վրա, ապա դժվար է կոնկրետ կանխատեսումներ անել հնարավոր ազդեցությունների վերաբերյալ, հաշվի առնելով ընդհանուր տնտեսական միջավայրը։ Օրինակ, Հայաստանը ձգտում է սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, հետևաբար կախված այն հանգամանքից, թե մաքսատուրքերը ինչ ազդեցություն կունենան եվրոպական երկրների տնտեսությունների վրա, այդ հանգամանքն անուղղակիորեն կազդի նաև Հայաստանի տնտեսության վրա։ Մեր հարցին, թե այնուամենայնիվ որոնք են Հայաստանում այն գլխավոր ուղղությունները, որոնց աջակցությունը Ասիական զարգացման բանկը առաջնային է համարում, Լամբերտը առաջին հերթին նշեց Սիսիան Քաջարան մայրուղու կառուցումը, որի ուղղությամբ 250 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է արվել։ Մենք նաև կենտրոնանում ենք բնակարանաշինության ֆինանսավորման վրա, որպեսզի ապրելու տեղով ապահովենք այն հայերին, որոնք տեղանվել են 2023 թվականին։ Սերտորեն աշխատանքներ են տարվում նաև դպրոցների կառուցման ոլորտում։
Ասուլիսից հետո Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը մեր հետ զրույցում խոսելով խաղաղության խաչմերուկ ծրագրից նշեց, որ նախաձեռնությունը շատ կարևոր է եւ համահունչ է Ասիական զարգացման բանկի հայեցակարգին։ Այս գործընթացը մեր տեսանկյունից շատ կարևոր է, քանի որ Հայաստանը, եթե ինտեգրված լինի տարածաշրջանում տնտեսական զարգացման այս ծրագրում, ապա սա մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսությանը։ Երկրորդ հերթին Ասիական զարգացման բանկը շատ լավ արդյունքներ ունի Հայաստանում պրոյեկտների աջակցության տեսանկյունից։ Իհարկե, այս ամբողջ համատեքստում կարևոր է Հայաստանում ճանապարհաշինությունը, ենթակառուցվածքների կառուցումը, էներգետիկայի ոլորտը եւ այլն։ Դրանք Հայաստանին հնարավորություն կտան շարունակաբար առաջ շարժվել։ Հիմնական մարտահրավերը, որին բախվել եւ բախվում է Հայաստանը, դա այն է, որ ելք չունի դեպի ծով։ Ինչ վերաբերում է 2026-ի տնտեսական ակնկալիքներին, ապա նախնական կանխատեսումներով կրկին սպասվում է նվազում։ Տնտեսական աճը 5%-ից կհասնի 4.7%-ի, գնաճը եւս կնվազի։ Փրիփսիմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության 800 միլիոն դրամի թեր հայտարարագրման դեպք, մանրամասները մեր գործընկերների տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 800 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, պետքետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար եւ չի տրամադրում ՀԴՄ կտրոն։ Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ, ինչի արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալները հաստատվել են։ Մասնավորապես, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվար ամսվա 31 ընկած ժամանակահատվածում անհատ ձեռներեցի կողմից թաքցվել է շուրջ 800 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է շուրջ 250 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Դեպքի արդիվ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիշեցնենք, որ արկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ դրամարկային մեքենա պարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին։ Ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը եւ չկատարել ապօրինություններ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին։